Ողջույն սիրելիներս, այս տեսանյութում կխոսենք ինչպես գումար պահել տանը, որպեսզի բազմապատկվի այն։ Գումարը բարեկեցիկ և երջանիկ կյանքի անբաժանելի մասն է։ Որպեսզի ֆինանսական հոսքերը նպատակաուղղված հոսեն ձեր տուն, դուք պետք է ուշադրություն դարձնեք այն վայրերին, որտեղ գումար եք պահում։ Երբեմն նույնիսկ բարձր աշխատավարձը չի ապահովում հարմարավետություն ապրելու համար։ Եվ գումարը բառացիորեն գոլորշանում է։ Որպեսզի ձեր խնայողությունները բազմապատկվեն, դուք պետք է մտածեք, թե որտեղ եք պահելու ձեր գումարները։ Տան մեջ գոյություն ունեն որոշ գոտիներ։ Ոմանք սեր են գրավում իրենց տներում, ոմանք հարմարավետություն և հաջողություն, իսկ մյուսները բարգավաճում։ Տան հարավ-արևելյան հատվածը պատասխանատու է նյութական բարեկեցության համար։ Արժե այդ հատվածում պահել գումարները։ Կարող եք ընդամենը այդ հատվածում դնել աշխատավարձի մի փոքր հատված։ Այդ հատվածում պետք է լինի ծաղիկներ, ոսկեգույն և մանուշակագույն երանգ։ Սա այն հատվածն է, որտեղ ոչ թե պետք է հավաքեք ձեր գումարը, այլ միայն տեղադրեք, որպեսզի ձեր աշխատավարձը չհոսի տանից և շուտ չօգտագործեք։ Կարող եք այդտեղ տեղադրել նաև փողի ծառ կամ ջրով լի տարա։ Հարուստ մարդ լինելու համար բավական չէ գումար աշխատել կարողանալը, կարևորը նաև դրանք ճիշտ պահելը։ Որպեսզի տանից գումարները չգնան, առաջինը պետք է հետևեք տան մաքրությանը։ Ամեն շաբաթ տան անկյունները մաքրելով տանից մաքրում եք ամբողջ բացասականը։ Ինչպես նաև տանից պետք է հանեք որքան հնարավոր է հին իրեր, քանի որ խառնաշփոթ տանը երբեք գումար չի մնում։ Զգուշորեն ծալեք գումարները կամ եթե տեղ ունեք, ապա գեղեցիկ իրար վրա դասավորեք։ Գումարը կարգ ու կանոն է սիրում։ Յուրաքանչյուր թղթադրամ պետք է լինի կոկիկ։ Ոչ մի դեպքում գումարը մի գցեք բանկայի մեջ։ Կոպեկները կարող եք, բայց դա էլ է սիրում, որ կարգ ու կանոնով լինեն։ Մի դասավորեք գումարները պատահական տուփի մեջ, սա բացասաբար կանդրադառնա ֆինանսական հոսքի վրա։ Գումարներ մի պահեք ննջասենյակում։ Ննջասենյակը հանգստի վայր է։ Այնտեղ գումարների պահպանման վայրը չէ։ Եթե դուք ննջասենյակում պահեք գումար, ապա գումարը ևս կքնի և չի շատանա։ Միջոցները պահելու միակ և լավագույն վայրը դա գրասենյակն է և հյուրասենյակը։ Շատ կարևոր է միջոցները պահպանել այնտեղ, որտեղ պահպանվում են վկայականները, ինչ-որ գավաթներ, այսինքն այն վայրը, որտեղ թանկարժեք իրեր են, իրենց էներգիան փոխանցվելու համար։ Գումարը պետք է պահել մութ անկյունում, ուստի ավելի լավ է հեռու պահել ձեր գումարները այնտեղից, որտեղ քամի կա։ Գումարը խաղաղություն է սիրում։ Պահեք այնտեղ, որտեղ չկան հետաքրքրասեր աչքեր։ Գումարը հարկավոր չէ պահել այն վայրում կամ այն տուփում, որը շատ նեղ է։ Ոչ մի դեպքում մի պահեք թղթադրամները թղթապանակում կամ գրքերի արանքում։ Իրենք այնտեղ երկար կմնան, բայց եթե ուզում եք, որ շատանան, ապա պետք է պահեք ավելի հարմարավետ տուփում։ Իսկ մնացածը կարող եք էլի պահել արանքներում։ Պարզապես այդ պահված գումարի վրա ևս գումար չի ավելանա։ Կարող եք ընտրել շատ գեղեցիկ և հարմարավետ տուփ։ Քարտերը ևս հարկավոր է նման կերպ պահել, ոչ թափթփված, եթե դրանք չեք օգտագործում, բայց հարկավոր են լինում մեկ-մեկ, ապա դրանք էլ հորիզոնական դիրքում պահեք։ Գումարը երբեք մի փաթաթեք։ Շատերը սիրում են կլորացնել և այդպես պահել։ Դա բացասաբար է անդրադառնում ֆինանսական հոսքի վրա։ Գումարը շատ արագ դուրս կգա ձեր տանից, եթե դրանք պահեք ճմրթված կամ ոլորված, եթե անգամ դրանք կոկիկ պահեք։ Պահպանման ամենաանվտանգ տարբերակը դա սեյֆն է, բայց ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ, բայց այնպես չէ, որ սեյֆից միայն կարող են օգտվել մեծահարուստ մարդիկ։ Մենք բոլորս էլ կարող ենք ունենալ և շատ ճիշտ կլինի պահել այնտեղ։ Եվ ինստինկտյան գումարը կսկսի ավելանալ։ Հիմնական բանն այն է, որ դուք հարմարավետ զգաք ձեզ գումարի հետ, քանի որ շատերը խառնվում են իրար, երբ իրենց ձեռքում շատ գումար է լինում։ Այսքանը սիրելիներս, պահպանեք ձեր գումարները և հարստացեք։